ներկայիս։ Բարև ձեզ, ողջույններ, hello, խոսալու ենք տնտեսությունից։ Գերամ Հակոբյան, պարզապես Արմեն, խնդրեմ, ԵԱՏՄ-ի բացասական կողմը։ Եթե տնտեսությունից ենք խոսում, ԵԱՏՄ-ն ոնց ասած վերջի հարցն է։ ԵԱՏՄ-ն չի պատճառը, որ մեր տնտեսական վիճակը ասացա։ Մեր տնտեսական վիճակը այսպես է, դրա համար է ԵԱՏՄ ենք մտել։ Այսինքն տնտեսական վիճակը այսօր շատ կախված է տնտեսական քաղաքականությունից։ Մենք այսպես ասած չենք գնում 200-300 տարի առաջ, երբ որ ֆեոդալիզմից անցնում ենք կապիտալիզմի ու բնական ճանապարհով զարգացնում ենք տնտեսությունը։ Այսօրվա պայմաններում աշխարհում տնտեսության զարգացման համար շատ կարևոր դեր է խաղում պետության մասնակցությունը, պետական քաղաքականությունը։ Հետևաբար պետությունը եթե չունի տեսլական, չունի ռազմավարական ծրագիր տնտեսության զարգացման, հետևաբար կոմֆորտի զոնայից չի կարող ներկայ։ Այսօր գտնվելով ԵԱՏՄ-ում դա որոշակի այսպես ասած կոմֆորտի զոնա է, որ ասում եմ ավելի լավ է քիչ, քան ոչինչ։ Այս տարբերակով։ Բայց քանի որ մեր կառավարությունը, մեր Փաշինյանը եկավ ժամանակին գոռում գոչվեր տնտեսական հեղափոխության մասին, որը իհարկե աբսուրդ է, տնտեսական հեղափոխություն հասկացողություն չկա, կա գիտատեխնիկական հեղափոխություն։ Բայց ամեն դեպքում հասկանանք, թե ինքը ինչ նկատներ, այսինքն ինքը երևի նկատներ սրընթաց աճ տնտեսական, որը կարող է երկնիշ, դա մենք երբեք չենք կսան այդ պայմաններում նորմալ տնտեսական քաղաքականություն կամ ինչի մասն է խոսքը։ Շատ պարզ պետք է նայել ձեռներեցի աչքերով, միջին կամ փոքր ձեռներեցի աչքերով։ Խոշորի մասին չենք խոսում, որ խոշորը ունի իր որոշակի առավելությունները, պայմանավորվում է պետության հետ, ինքը իր այսպես ասած խնդիրները կարող է ինչ-որ ձևով լուծի։ Խոսենք տնտեսության մեջ, քանի որ հիմնական մրցակցային միջավայրը ձևավորվում է փոքր ու միջին բիզնեսները, նայեք իրենց աչքերից, իրենց տեսակետից։ Գնում ես բանկ ֆինանսավորման համար, վարկու ասենք վերցնելու համար, ինչ-որ բիզնես պրոյեկտի, գրավ, տոկոսադրույքներ, բիզնեսի պատմություն, եւ այլն։ Ստանում ես բարձր տոկոսով 15, 16, 14, չգիտեմ, նայած տարբեր ժամանակներ տարբեր տոկոսադրույքներ։ Գալիս ես, սկսում ես գործունեությունը, հələ ոնց ասած տնտեսական ինչ են ասում, բարձիկ, ֆինանսական բարձիկ չունենալու, դեր կապիտալի, այսպես ասած, մեծ պահանջ ունենալու պայմաններում, դու միանգամից սկսում ես մեծ ման հարկեր վճարել։ Անմիջապես վճարում ես ԱՀՀ, որ ասած արժեքի 20% միանգամից դուրս եկավ, քո շրջանառու միջոցներից ես տալիս։ Ավատը, հա։ Միանգամից տալիս ես, եթե դու ասենք ավելի բարձրացված հարկային համակարգի մեջ ես, տալիս ես 10% կամ 12%, կախված թե դու ինչ գործունեությամբ ես զբաղված։ Արտադրությունները 10%, առևտրական սպասարկման բնակարանները 12%։ Դու շրջանառու միջոցներից միանգամից դուրս ես տալի այդ գումարը։ Դու կապիտալի կուտակման հնարավորություն չունես։ Այսինքն դու չես կարող մրցակցային